Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան, Ռուսաստան դավաճան, Ֆաշիստներ, բազա հեռացիր, բազա տուն վերադարձիր, մարդասպաններ, հեռացեք դավաճաններ, վաշխառուներ, դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք։ Պետության պաշտպանությունը մեր աշխատանքն է։ Դուք եք ձեր դաշտային աշխատանքն է, որ անում եք, բարիք եք ստեղծում պետության համար, մեր ժողովրդի համար։ Այդ պիտի եռապատկվի, քառապատկվի, հնգապատկվի, որ մենք կարողանանք ոտքի կանգնենք եւ պաշտպանունակ ու մարտունակ բանակ ունենանք։ Այդ բանակը օթից չի լինելու։ Մենք պիտի վճարենք դրա մարտունակության համար։ Հիմա կռիվը ուրիշ դաշտում է։ Պատերազմը ուրիշ հարթությունում է, քաղաքական։ Ընդեղ պիտի կռիվը տանք, ընդեղ պիտի ուժեղ լինենք, դիվանագիտության մեջ պիտի ուժեղ լինենք, մեր ուղեղին պիտի զոր տանք։ Եթե մենք երկրում չկարողացանք արդարություն հաստատել, մենք խաղաղություն չենք ունենալու։ Եթե մենք չենք կարող մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, արդարություն հաստատել, այդ ոնց ենք հարևանների հետ ապրենք։ Հարևանների հետ ոնց ենք խաղաղություն հաստատել։ Մեր կազմակերպության ղեկավարի առաջնորդությամբ ինչ որ ինքը ասում է, դες ասում է, որ ես մենակ չեմ, այլ մենք խմբով ենք, ընկերներով ենք, բոլոր տեսակի մասնագետներից ունենք, որոնք որ գիտեն ինչ պետք է արվի այսօր վաղը։ Ամենակարևորը սկզբունքային մարդիկ են, ովքեր այդ սկզբունքի համար կյանք են տվել։ Ես ազատազրկվել եմ Քոչարյանի օրոք, Պարոն Արշակյանը մի քանի անգամ, Վովա Առաքելյանը։ Մենք հավատարիմ ենք, այս դրա մասն է խոսքը, որ մենք հավատարիմ ենք։ Մենք ձեզ հիմա չենք խոստանում բաներ, որ մենք չենք կարող անել։ Մենք ասում ենք, որ մենք ծառայելու ենք մեր հայրենիքին, մեր ժողովրդին։ Ես գրավ եմ դնում իմ արժանապատվությունը, իմ անունը, իմ երիտասարդությունը։ Մենք հավատացնում ենք ձեզ, որ ծառայելու ենք հայրենիքին։ Արգանքներս շատ ուրախ եմ, որ դուք սկսում եք թափ հավաքել։ Հաները երբեք չկան առաջ։ Մենք էլ այդ նպատակը ունենք, ես աղբը ուզում ենք հեռացնենք մեր քաղաքական միջավայրից։ Հանրապետ Հայաստանից։ Մեզ պետք է ժողովրդի սիրող մարդիկ, երկիրը սիրող մարդիկ։ Երկիր, այո։ Ես ավելի բան պետք չի։ Դու գապեք։ Մենք ձեզ սիրում ենք, հարգում ենք։ Շատ եմ ձեզ հարգում, ձեր մեկնաբանություններով, հետո հայ ազգին ճիշտ ինֆորմացիա տալով։ Ես շնորհակալություն եմ հայտնում։ Մենք ենք շնորհակալ, Ալեքսանդր։ Աստված անցնեք խորհրդարան Եվ ցանկանում եմ, որ անցնեք։ Հույսները ձեր վրա է, անպայման, իհարկե պետք է քվեարկեք։ Խոսեմ այդ առաջարկված 300,000 աշխատատեղի մասին։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում լիքը աշխատատեղ կա։ Եվ կա 21% առնվազն, մինչև 25%-ից հետո գործազրկություն։ Մի անոմալիա վիճակ, ասենք կա աշխատողների կարիք եւ կա գործազրկություն։ Մեր խնդիրը նաեւ բարձրարժեք աշխատանք ստեղծելու հարցն է, որ մենք կարողանանք նաեւ պատշաճ մարդկանց հմտություններ, գիտելիք փոխանցենք եւ ամենակարևորը այն գիտելիքը, որ փոխանցվում է ի սկզբանե, դա կապ ունենա տնտեսության հետ, շուկայի հետ։ Հայաստանը իր կոմպակտ տեսակով եւ քիչ բնակչությամբ կարծում եմ, որ պիտի շատ ավելի արդյունավետ աշխատելու ուրեմն մոդուս կարողանա գտնել։ Յուրաքանչյուր հայ 3 անգամ ավելի մեծ արդյունք պիտի ստեղծի։ Յուրաքանչյուր հայ 3 անգամ ավելի պակաս պիտի քնի, որպեսզի այդ արդյունքը կարողանա ապահովել, որովհետեւ մեր մրցակիցները այդ իմաստով 3 անգամ մեզնից ուրեմն առավելություն։ Քվեարկիր համար 18-ին։ Մարդիկ տարիներով աշխատել են, կոպեկ առ կոպեկ խնայել ու իրենց գումարները վստահել խորհրդային միության խնայբանկերին։ Դա մարդկանց կյանքի աշխատանքն էր, ապագայի հույսը։ Այսօր այդ գումարների վերադարձը կազմակերպվել է այնպես, որ շատերն իրենց կյանքի ընթացքում չեն հասցնում ստանալ
Ավելին, ամենածանրն այն է, որ եթե մարդը չի հասցնում ստանալ, նրա ընտանիքն էլ զրկված է այդ իրավունքից։ Մենք առաջարկում ենք պարզ ու արդար լուծում։ Ավանդների վերադարձի տարիքային շեմը պետք է նվազեցնել 10 տարով, որպեսզի այս տարի վճարումներ ստանան մինչև 1954 թվականը ծնված մեր քաղաքացիները, ոչ թե մինչև 1944 թվականը ծնվածները։ Պետությունը չի կարող պահել մարդու փողը հույս ունենալով, որ ժամանակը կլուծի խնդիրը։ Պետությունը պարտավոր է վճարել, իսկ եթե ավանդատուն կյանքի ընթացքում չի հասցրել ստանալ իր փողը, այդ իրավունքը պետք է փոխանցվի նրա ժառանգներին, կնոջը, զավակներին։